5 ապացույց, որ Ադրբեջանում իրոք քննարկում են Հայաստանում 300,000 ադրբեջանցի բնակեցնելու հարցը։ 2020 թվականից հետո Ադրբեջանը նպատակ ունի Հայաստան բերել ու բնակեցնել շուրջ 300,000 ադրբեջանցիներ, ընդ որում տեղավորելով նրանց Հայաստանի տարբեր մասերում՝ Սյունիքից Աշոտsk, Մասիսից Տավուշ։ Ահա 5 փաստ, որոնք ապացուցում են, որ Ադրբեջանը իսկապես ունի նման պլաններ եւ պատրաստվում է դրանք իրականացնել։ Ապացույց առաջին։ Ադրբեջանը պետական ամենաբարձր մակարդակում հայտարարում է, որ այսօրվա Հայաստանը դա պատմական ադրբեջանական թուրքական հող է, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանն է, որը իբր անօրինական ձևով տրվել է Հայաստան պետությանը ու հիմա ճիշտ ժամանակն է, որ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիները վերադառնան իրենց իբր հայրենիք։ Ապացույց երկրորդ։ Այս թեման առաջ մղելու համար Ադրբեջանում ստեղծվել են մի քանի հատուկ կառույցներ, մասնավորապես Արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպությունը եւ Ադրբեջանի խորհրդարանի Արևմտյան Ադրբեջանի հարցերով մշտական հանձնաժողովը։ Այս կառույցներն ու իրենց ողջ ակտիվ գործունեությունը ֆինանսավորվում են ադրբեջանական պետության կողմից, ավելի կոնկրետ նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի կողմից։ Ապացույց երրորդ։ 2023 թվականին Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ ստեղծվել է Վերադարձ Արևմտյան Ադրբեջան հայեցակարգային ծրագիրը։ Սա փաստացի պետական ծրագիր է, որը նախատեսում է մի շարք գործողություններ, որոնք պետք է օգնեն արևմտյան ադրբեջանցիներին վերադարձնել իբր իրենց պատմական հայրենիք, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածք։ Այդ ծրագրում նշված է նաև, որ Հայաստանում պետք է ապահովեն այս ադրբեջանցիների առանձնահատուկ իրավունքները, օրինակ, ստեղծվեն միջազգային ոստիկանական ուժեր, որոնք պետք է ապահովեն ադրբեջանցիների անվտանգությունն ու բարեկեցությունը։ Չորրորդ ապացույցը։ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանում թուրքեր բերելու հարցը բարձրացնում է նաև միջազգային հանրության առաջ, պնդելով, որ վերջիններս ճնշում գործադրեն Հայաստանի վրա։ Այս հարցում ցավոք սրտի նրանք արդեն ունեն որոշ հաջողություններ, օրինակ այդ ադրբեջանցի վերաբնակիչների հետ հանդիպում են Եվրամիության պաշտոնյաները, իսկ վերջիններից խնդիրները քննարկում են Միացյալ Ազգերի կազմակերպությունում։ Ապացույց 5-րդ։ Իլհամ Ալիևը եւ ուրիշ ադրբեջանցի պետական քաղաքական գործիչներ պնդում են, որ Հայաստանը պարտավոր է ապահովել իբր բռնի տեղահանված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի պայմանները, այլ բառերով Հայաստանը պետք է օգնի, որ Հայաստանում բնակեցվեն թուրքեր։ Ավելին, դա վերջին տարիներին դրվում է որպես Հայաստանի հետ խաղաղության նախապայմաններից մեկը։ Այստեղ դուք կարող եք տեսնել Ալիևի բազմաթիվ հայտարարություններից մեկը։ Ապացույցները ավելի շատ են, սակայն այսքանն էլ բավական է, որ համոզվեք, որ խնդիրը լուրջ է։ Մենք այսօր կարող ենք դիմադրել այդ խնդրին։ Դրա համար նախ պետք է հունիսի 7-ին գնալ ընտրության։ Գնա ընտրության, որ չգան ադրբեջանցիները։